Բարի օր հարգելի հետևորդներ, հակակոռուպցիոն դատարանում ենք եւ ասում место встречи изменить нельзя, միշտ նույն տեղն ենք հանդիպում։ Ես այսօր ուզում եմ մի փոքր կիսվեմ ձեր հետ, որպեսզի հանրությունը հասկանա, որ դատական նիստը ուղիղ հեռարձակում էր։ Ինչպես գիտեք, այս դատական նիստը ժողովրդի լեզվով ասեմ, վերաբերում է եռաբլուրի հողերը լափելուն, օտարելուն։ Մենք գիտենք, տարբեր մարդկանց է օտարվել, այդ թվում Ղազախստանի բնակիչ Սարդորբեկ Սալիևի ինչ-որ, դրան մեզ առանձին եմ անդրադառնալու, բայց մի քանի հատ դիտարկում ունեմ, որը ինձ այսօր հանգիստ չի տալիս։ Դուք գիտեք, որ մենք մոնիտորինգ ենք իրականացնում դատական համակարգում, նաև գնահատում ենք դատավորների, հա մենք որպես անաչառ դիտորդներ, նայում ենք դատախազությունը ինչ արել, դատարանը ինչ արել, գնահատում ենք նաև դատավորների աշխատանքը եւ նորից մեկ անգամ եւս ուզում եմ ասեմ, որ այս գործով դատավոր նախագահ դատավոր Տիգրան Տավթյանը իրականում օրինակելի դատաքննություն է անցկացնում եւ իրավական գիտելիքների բարձրագույն շեմ ունի եւ շնորհակալ եմ, որ մենք ունենք նման դատավորներ։ Բայց ինչա կատարվում իրականում, որը ես կուզեմ, որ ժողովուրդը հասկանա, այս դատը ընդհանրապես ինչի մասին է։ Ուրեմն այստեղ կան մենք ունենք երկու մեղադրյալներ, ամենահայտնի մարդը երկրագնդի վրա Սերժի Վաչոն եւ պաշտպանության նախարարության աշխատակից կապիտալ շինարարության վարչության պետ Ոմեն Արմեն Սարգսյան։ Ես ուղղակի սենց անաչառ նայում եմ եւ ուզում եմ հասկանամ ինչա կատարվել Իսակովի Պողոտայի հողերի վաճառքի ժամանակ եւ ամենաշատը իմ համար նողկալի է ու ներվայնանալու, որ Իսակովի Պողոտայում հասարակ քաղաքացիները, Հայաստանի Հանրապետության հասարակ քաղաքացիները իդեմս իրենց զավակների կարող են ձեռք բերել մենակ տեղ ունենալ Եռաբլուրի գերեզմանոցում։ Այն պարագայում, երբ որ մնացած ստահակները սեփականաշնորել են Իսակովի Պողոտան, կռիվ գնալուց բոլորի լակոտները հիվանդ են, բայց գույք առնելուց բոլորը շատ առողջ են Հայաստանի Հանրապետությունում։ Եվ բնականաբար այս գործը թագավորել է եւ նախաձեռնել է Սերժ Սարգսյանը, լինելով պաշտպանության նախարար, դե նախագահն էլ գիտեք։ Հիմա ես ուզում եմ մի բան ասեմ, որ այս դատական լիստի ժամանակ ինձ մոտ տպավորություն է ստեղծվել եւ ոչ թե տպավորություն, այլ վստահություն, որ այս ամբողջ դատական լիստում կա ոչ օրինակ, այսինքն բոլորը չի որ հավասար են օրենքի առջև եւ իրականացվում է խտրական արդարադատություն, սա դատավորի կողմից չի իրականացվում։ Սա գալիս է արդեն նախաքննությունից եւ դատախազության դիրքորոշումից։ Նույն դատախազ բոլորին քաչ հայտնի Գորիկ Հակոբյան, եթե Հակոբյաններ չեմ հիշում ազգանունը, ներող կլինի, տեսակ դատավորին բոլորի դատախազին բոլորիդ հայտնի է։ Ինքը Սերժ Սարգսյանի գործով էլ է։ Եվ այս երկու գործերը իրար չմիացվեցին, չնայած որ այս ամբողջ գործի թագավորը Սերժ Սարգսյանն է, այն մնացածը կատարողներ են։ Եվ ելնելով այն հանգամանքից, որ Սերժ Սարգսյանը եղել է պաշտպանության նախարար, հա, երկար տարիներ, մինչ 2000 թվականի մայիսի 20-ից մինչև 2007 թվականի ապրիլի 4-ը ներող կլինեք, որ Սերժ Սարգսյանի կենսագրությունը անգիր չգիտեմ, մեր տան պատին կպցրած չի, դրա համար եմ կարդում, այդ ժամանակահատվածում հաստացի ինքն է ղեկավարել այս ամեն ինչը եւ գոյություն ունի զինվորական կանոնադրություն, ուստավ, այսինքն հրամանները չեն քննարկվում։ Ինչ հրամաններ որ տվել է, նա էլ կատարվել է։ Եվ Եռաբլուրի Իսակովի Պողոտայում, որ ասում են Սերժի կոստյումը սրա հակով, նրա կոստյումը սրա հակով, Իսակովի Պողոտայի կոստյումը կարվել է Սերժ Սարգսյանի եւ այլ շահառուների հակով։ Այսինքն այս մարդիկ եկել են մեր Հայաստանի Հանրապետություն եւ տեսել են այնտեղ Վաչոն ասում է ես առաջի շեյխերից հետո առաջինը ես եմ եղել, որ իմ զոքանչը բենզինի հանքերա գտել, չգիտեմ, բենզինով զբաղվել, այն մեկը Toyota Երևանը առել, հա, երևի Քոչարյանի որդին, որը Սերժ Սարգսյանի օրոք եղել է երկրի ղեկավար, երբ որ նա պաշտպանության նախարար էր։ Հիմա իմ համար մի բան է անհասկանալի։ Այստեղ կա Վաչագան Ղազարյանը, որի նկատմամբ ընդամենը արգելք չբացակայելու, ընդամենը
կա Ոմեն Արմեն Սարգսյան, որը այդեն ժողովրդին քաչ հայտնի էլ չի, որտեղ չեմ կարծում, որ ինչ որ տենց հերոսություններ արել, չակերտներով հերոսություններ կոռուպցիոն, որի վերաբերյալ 50 միլիոն, եթե չեմ սխալվում, դրամի չափով խափանման միջոց է, հա, կիրառված։ Հիմա ուզում եմ, եւ կա ամենայն հայոց Սերժ Սարգսյան, այն որ Սերժ Սարգսյանը միշտ կա։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, ոնց է ստացվում, որ Սերժ Սարգսյանի վերաբերյալ ընդամենը 5 միլիոն դրամ է։ Հիմա այս Արմեն Սարգսյանը, որ եղել է Սերժ Սարգսյանի ենթական կապիտալ շինարարության վարչության պետը, 10 անգամ ավելի վտանգավոր է, 10 անգամ ավելի մեծ հանցագործություն արել, քան Սերժ Սարգսյանը, որ այս վերջերս մատ բենզինի գործով չէ, ինչ որ չգիտեմ, ընդ 5 լիտր բենզին էր, ինչ էր յուրացրել, տենց մի բաներ։ Այսինքն իրականում սա դատախազության երևի թե ամոթն է։ Ես ուրիշ բան չեմ կարող ասել։ Հիմա նայենք ինչա կատարվում։ Ես ուղղակի ուզում եմ ասեմ, որ Սերժ Սարգսյանը, որը 2000 ես իր մեղադրական եզրակացությունից համառոտ ինչու է մեղադրվում։ Ամենայն Սերժը զբաղացրել է պաշտպանության նախարարի պաշտոնը եւ շատ սիրուն կառավարությունը չեմ ուզում NS-ի, ինչ որոշում արել, որ Սերժ Սարգսյանը կարող է որոշակի գույքեր ազատ վաճառք, այսինքն պաշտպանության նախարարությունը ինչ որտեղ վերածվել է բրոկերսկի կանտորայի, VIP կամ չգիտեմ, այնտեղ FFS, ես իմ չգիտեմ, բրոկերսկի կանտորա է դարել եւ սկսել են ուղիղ վաճառքով։ Ինձ մի բան է հետաքրքրել, այդ ուղիղ վաճառքը մեկը տեղ ա եղել, մեկ Կասկադում, այսինքն ինչքան յուղոթիկաներ կա, մեջ են արել, երեխեքին էլ հասել է գերեզմանոցը Եռաբլուրի։ Դուք ամոթ ունեք, հա? Դուք ամոթ ունեք, թքեմ են բոլոր երեսին, 1000 ներողություն այս բառի համար, ովքեր առել են այդ սեփականությունները, բայց ասել են, այս մեր գույքերն է, բայց մեր գույքերը պաշտպանելու համար երեխեք դուք գնացեք, դուք զոհվեք, դուք ես հենց հետևները միտեղ ձեզ կթաղեն։ Սա նորմալ է, ոչ։ Ինչ վերաբերվում է նորից խտրական արդարադատությանը եւ խտրական մոտեցմանը, այդտեղ պետք է այս մի 2-3 մեղադրալը չլինեին։ Հələ մի հատ նայեք ովքեր են հողերն առել։ Ես չեմ ուզում Ագբաբանկ, Ռոբերտ Քոչարյան, Սեթրակ Քոչարյան 1 2 3 4 5 6 Ալեքսանյան, այսինքն այս ցուցակը Թավադյան ու ես սրան հատ անդրադառնալու եմ այս բոլոր անձնավորությունները, ովքեր որ Սերժ Սարգսյանի հետ գալով հանցավոր համաձայնության, ես չեմ ասում մեղադրական եզրակացություն, մեղադրած, որ մարդը իշա իրան է օգտագործել իր պաշտոնը եւ սկսել է այդ հողերը իր մտերիմներին, բարեկամներին, ազգականներին, բա մտերիմների լակոտներն էլ թող գնային Արցախ պաշտպանեին, քո մտերիմների 5000 լակոտները, ոչ թե այս երեխեքին մենակ փայհասների գերեզմանոցը Իսակովի պողոտայում։ Այսինքն սա իմ համար անհասկանալի է եւ այստեղ ուզում եմ ցիտեմ գործով դատախազ Գորիկ իրականում ազգանունը մոռացել եմ, երբ որ ինքը ասում է, որ 2 միլիոն մարդ է եղել Հայաստանի Հանրապետությունում, որևէ հասարակ մարդ չի առել այդ հողերից։ Դուք ձեր դատախազությունում ասեք, սա ոչ մենակ հիմիկվա, սա դատախազության վատ աշխատանքն է։ Այս մինչև հիմա մենակ 25 թվից ունենք դատախազություն, 24 թվից ունենք, չգիտեմ, դե 23 թվից ունենք դատախազություն։ Հա Տիկին Վարդապետյանն եկել նոր տեսել այս ամենը, բայց մինչև Տիկին Վարդապետյանը այն կառույցը, որի աշխատակիցը դու ես, հարգարժան պարոն Գորիկ իրականում ազգանունը ձեր չեմ հիշում։ Բա հիմա դուք քրեական պատասխանատվության ենթարկվեք, ասենք Արտուր Դավթյանը սխալ ա եղել, բայց թող դատախազ մեղադրող դատախազը քրեական պատասխանատվության, ոնց որ ասում եք Սերժ Սարգսյանը սխալ եղել, բայց դե Արմեն Սարգսյանը պատասխան տա։ Դուք այդ ժամանակ չեք տեսել, տարիներով դատախազությունը չի տեսել, թե դատախազության մեքենաները Իսակովի պողոտայով երբևէ չեն անցել, չեն տեսել, չի է տպալա Մարկիզը Կարաբասը, հա? Ժողովրդին սենց խափել ու Սերժ Սարգսյանի նկատմամբ, որ 17 դրվագով անցնում, որից 2-ը յուրացում է 15-ը վատնում, 5 միլիոն դրամ, 5 միլիոն դրամ, Երևան City դեմի պարկովշիկին կարելի էր ասել 5 միլիոն դրամ մուծի գումար, որ հանգարց դու ստեղից չթողնես փախնես, կամ չգիտեմ էլի, մի հատ ես չգիտեմ ում,
Այս ինչի մասին է խոսքը։ Ուրեմն 5 միլիոն դրամ ընդեղ, 50 միլիոն դրամ իրա ենթակային կապիտալ շինարարության վարչության պետ Արմեն Սարգսյանն, որը կատարել է Սերժ Սարգսյանի հրամանը։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, սա նորմալ է թե չէ, եւ ստորագրություն բացակայելու մասին Վաչագան Ղազարյանին։ Դե իմ ասեք, որ սա խտրական արդարադատություն չի, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ոչ միայն հավասար իրավունքներ ունեն Իսակովի պողոտայում թիքա ձեռք բերելու ուղիղ վաճառքով, այլ նաև, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հավասար են օրենքի առջև։ Դուրս է գալիս, որ Սերժ Սարգսյանը միշտ արտոնյալ վիճակում է, Սերժ Սարգսյան forever, էլ ինչ ասեմ, իրականում, բայց այն բոլոր անձնավորությունները, որ տարածքներ են առել, նրանք պետք է այսօր այդքան տղամարդկային, մարդկային թասիբ ունենային, այդ սաղ վաճառեին կամ նվիրաբերեին են հետևը պարկած երեխեքի ընտանիքին։ Մեկը դա ձեզ չի մնալու, ձեզնից դա գնալու է։ Էլ բան չունեմ ասել, իրականքում նողկանք եմ ապրում, ամեն անգամ նողկանք եմ ապրում, տեսնելով, որ այն որ ասма տերովին տերն է տարել, անտերին էլ գելն է տարել, այսքանը ժողովուրդ։